Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ Ալիք մեդիայի հիմնադիր կոնֆլիկտաբան Արսեն Խարատյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Խարատյան։ Պարոն Խարատյան, արդեն գրեթե մեկ շաբաթ է հանրային քաղաքական դաշտում չեն դադարում քննարկումները Մոսկվայում կայացած Վլադիմիր Պուտին-Նիկոլ Փաշինյան հանդիպման հետ կապված։ Նախ հասկանանք ընդհանուր առմամբ ինչի մասին էր այդ հանդիպումը, հաշվի առնելով այսպես շատ անկեղծ անկաշկանդ մթնոլորտով, որովհետեւ կարծես թե նման զրույցներ նորմալ է լսել կուլիսային զրույցների ժամանակ, բայց ոչ ուղիղ եթերում, այդքան ուղիղ տեքստով եւ վերաբերմունքով անգամ։ Հասկանանք ինչի մասին էին Վլադիմիր Պուտինի ակնարկները, հայտարարությունները եւ միտումը որն էր հատկապես օգնելու այդ հայտնի ուժերին, որոնց մասին նաեւ խոսեց, թե հակառակը կամ հակառակ էֆեկտը ստացվեց։ Իրոք այս հանդիպումն իր բնույթով, բովանդակությամբ եւ ձևով շատ մեծ անակնկալ էր ոչ միայն հայաստանյան փորձագիտական խմբերի, քաղաքական խմբերի կամ մամուլի համար, այլև հենց ռուսաստանյան եւ ռուսալեզու եւ ոչ միայն, նաեւ տեսնում ենք, որ միջազգային որոշ բարբերականներ այս մասին բավականին լայնածավալ ակնարկներ են անում, ինչ խոսում է նրա մասին, որ սա միայն Հայաստան-Ռուսաստանի մասին չի, այլև թե ուր է հասել Ռուսաստանը, որովհետեւ սովորաբար այսպիսի խոսակցությունները արվում են փակ բանակցությունների ընթացքում եւ եթե անգամ լարված որոշ հարցերի շուրջ դժվար համաձայնություններ է լինում, ապա դա արվում է ոչ թե հանրային տարածքում, այլև փակ դռների ետևում։ Հիմա ռուսական կողմը ակնհայտորեն որոշեց այսպես վարվել եւ ուրեմն կոնկրետացնել իր դիրքորոշումները որոշ հարցերի շուրջ եւ ես առավել քան վստահ եմ, որ նախապես համաձայնեցված չի եղել հայկական կողմի հետ, որ մամուլի համար բաց հատվածում այսպիսի խոսակցություններ են։ Այսինքն ինչ որ իմաստով անակնկալ էր Նիկոլ Փաշինյանի համար։ Եվ եթե նայեք ժեստերի լեզուն, որ շատ կարեւոր է այս ամենում եւ հատկապես այսպիսի հանդիպումների ժամանակ առավել քան ակնհայտ էր, որ սա անսպասելի պահվածք էր։ Տեսել ենք նախորդին նայում էի, սա Փաշինյան-Պուտին 32-րդ հանդիպումն է, հա, այսինքն նախկին 30-ը, փաստորեն կամ 31-ը այդպես չեն եղել, եւ հիմա այսպիսի վարկագիծ է դրսևորվում կամ այսպիսի դրություն է ստեղծվում, որտեղ ակնհայտ էր կրկնեմ, որ սա արվում է ռուսական կողմից եւ որոշակի անսպասելիության էլեմենտ հաշվի առնելով, ինչին կարծում եմ մենք կարողացանք բավական կոնկրետ եւ հստակ պատասխաններ հնչեցնել։ Օրակարգն ի սկզբանե հանդիպման եղել էր երկաթգիծը եւ ասեմ ավելին հանդիպում մենք ենք խնդրել։ Որտեղ նայում եմ տեսնում եմ նաև որոշ վերլուծություններ կան, որ տարան Մոսկվա այսպես արին, այնպես արին, ոչ մենք ենք ուզել խոսել, եւ ուզել ենք խոսել կոնկրետ հարցի շուրջ, որ վերաբերում է երկաթգծին։ Չէ, նաև վերլուծություններ կան, որ խայտառակ եղավ, չկարողացավ պատասխանել։ Տեսնենք ով ինչ, շատ հարցեր իրենց պատասխանները ստանալու են նաև ընտրությունների ընթացքում, եթե հայաստանյան ներքաղաքական տիրույթի մասին ենք խոսում, բայց եթե մի կողմ դնենք մեր վերաբերմունքը գործող քաղաքական իշխանության կամ անձերին, եթե փորձենք վերլուծել ըստ էության, ակնհայտ էր, որ սադրանքի էլեմենտ կար վարքագծի մեջ եւ մենք կարողացանք պատվով դուրս գալ իրավիճակից, այսքանը հստակ է։ Գոնե ինձ համար, շատերը գուցե չեն կիսում այս կարծիքը, խնդիր չի։ Բայց այո, հանդիպում մեր ցանկությամբ է եղել, խնդիրն եղել է երկաթգիծը, որի մասին մենք արդեն 6 ամիս է խոսում ենք եւ կարծես թե լուրջ չեն վերաբերում Մոսկվայից այս հարցին, ավել քան 6 ամիս, օգոստոսից սկսած, այս մասին շատ ենք խոսել։ Օգոստոսի 8-ից անմիջապես հետո Փաշինյանն ուղիղ զանգել է Պուտինին, խոսքը եղել է դրա մասին, խոսքը TRIP-ը եւ ուրեմն հայկական երկաթգծերի կապն է եղել։ Դրան հաջորդել էր սեպտեմբերին Եվրասիականի շրջանակներում հանդիպումը, որտեղ նույնպես խոսվել էր դեռևս փակ։ Դեկտեմբերին, քանի որ որևէ արձագանք չէինք ստանում ԱՊՀ-ի հավաքին, խոսեցինք բաց, ասելով, որ երկաթգծի հետ կապված մենք ակնկալում ենք դեր պատասխանները, եւ միայն J.D. Vance-ի այցից հետո ռուսական կողմը սկսեց ինչ-որ լրջությամբ վերաբերվել նրան, որ կարող է սա իսկապես տեղի ունենա եւ պետք է երևի արձագանքել, ընդ որում Մարիա Զախարովայի մակարդակում արեցին սա։ Հիմա գնացել ենք իրենց դուռը, ասում ենք անում եք թե չեք անում, եթե չեք անում, մենք հասկանանք թե ինչպես ենք առաջ շարժվելու, չնայած այս օրակարգով էինք գնացել, բայց ռուսական կողմը որոշեց այդ օրակարգից զատ մի հատ ամբողջ մեծ, այսպես ասած, Պանդորայի արկղը բացել, բացահայտ ի ցույց դնել այն, որ Հայաստանում ընդդիմադիր կոնկրետ խմբեր կամ մի խումբ կամ առաջիկայում կտեսնենք թե քանի խմբի խումբ է աջակցություն վայելում Ռուսաստանից, դա իրենց ընկերներն են, խոսք եղավ
հիշեցվեց այն հնարավոր լծակների մասին տնտեսական, քաղաքական, որոնք Ռուսաստանն ունի Հայաստանի դեմ, խոսվեց իբրև ամբողջությամբ մեր մեղքով է տեղի ունեցել տարածաշրջանի ռազմական նոր ճարտարապետությունը եւ իհարկե որոշ, այսպես ասած, ընդհանուր տրամաբանությամբ ասվեց, որ դե չգիտեք, որ չեք կարող երկու աթոռի միանգամից նստել, եթե գնում եք Եվրոպա, գիտեք, որ դուք ստեղ անելու բան չունենք, մենք էլ կարծում եմ տեղին պատասխաններ տվեցինք հենց կոնկրետ հարցերի, որոնք որ բարձրաձայնվել էին, եւ դա արվեց բավարար կոռեկտությամբ, բավարար տրամաբանության մեջ եւ առանց ավելորդ, այսպես ասած, ագրեսիվ տոնայնության։ Լծակների մասին խոսենք, պարոն Խառատյան, գիտենք, որ նախկինում շատ այսպես անվտանգային կոմպոնենտներ հատկապես շահարկվում։ Հիմա հասկանում ենք, որ խոսում են գազի առևտրաշրջանառության, ինչ կարող է լինել։ Սրանք պարզապես, այսպես ասեմ, վախեցնելու միտում ունեն այս հայտարարությունները, թե հստակ լծակ են Ռուսաստանի ձեռքին, որը կարող է նաեւ օգտագործվել։ Ինչ խոսք հստակ լծակներ կան Ռուսաստանի ձեռքին, հաշվի առնելով Հայաստանի տնտեսության եւ Հայաստանի էներգետիկ համակարգի կախվածությունը կամ խորը կապվածությունը Ռուսաստանի հետ։ Եվ այս բաների մասին մենք խոսել ենք պարբերաբար, ուղղակի դրանք, եթե հիշում եք, հանդիպումից հաջորդ օրը Ռուսաստանի փոխվարչապետը Ծավալուն հարցազրույց տվեց 10-ին եւ ավելի մանրակրկիտ ներկայացրեց, թե ինչ կարող է սպառնալ մեզ։ Սպառնալ, անդադ խոսում ենք այս մասին, ես մեկ անգամ չէ որ ասել եմ, գազի գինը էժան վճարելու համար մենք շատ թանկ քաղաքական եւ մեր անկախության գին ենք վճարում։ Ինչ նկատի ունեք անում։ Դե, որովհետեւ անընդհատ, այսպես ասած, մեզ լավություն է արվում եւ դրանով այդպես դամոկլյան սրի պես կախած է մեր գլխից եւ դրանից ելնելով, այդ սպառնալիքից ելնելով հաճախ այս կամ այն վարքագիծը պահանջվում է մեզնից կամ ակնկալվում է, հա, այսինքն ոչ պարտադիր ամբողջությամբ մեր շահերից բխող։ Նույնիսկ եթե պետք է գնել շուկայական գնով գազը, այո, պետք է գնել շուկայական գնով գազը եւ այլ լուծումներ գտնել, որովհետեւ այս լծակը անընդհատ անverջ մեր դեմ օգտագործվելու է։ Մեկ այլ հարց է այն, որ ցավոք Հայաստանի գերգազիֆիկացիան, որ տեղի է ունեցել 2000-ականների ընթացքում, այսինքն ամբողջությամբ շարունակել է կապված լինել, կախված լինել Ռուսաստանից։ Հիմա գազի հնարավորությունը վատ բան չի, ես նկատի ունեմ սպառողի գազի հնարավորություն ունենալը շատ լավ է, թող լինի։ Դրա աղբյուրն է կարևոր եւ դրան այլընտրանք ունենալն է կարևոր։ Տեսեք, գազը մի խնդիր է, բայց էներգետիկ համակարգն ավելի համապարփակ պետք է դիտարկել, հա։ Մեր ընդհանուր առմամբ էլեկտրականությունը, էլեկտրաէներգիայի 4 հիմնական ուղղություններում մենք շատ լուրջ առաջընթաց ունենք արևային էներգետիկայի տեսանկյունից, որը Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու միտված քայլ է։ Սա ռուսները շատ լավ են հասկացել եւ հասկանում եւ այն տեմպը, որով մենք աճում ենք, իսկ հիմա կարծեմ արդեն արևային էներգետիկայով 22%-ն է մեր ընդհանուր էներգետիկ համակարգի, դրա արդյունքում մենք ունենք որոշ փոփոխություններ ընդհանուր համահունչ էներգետիկ համակարգը աշխատեցնելու տեսանկյունից, օրինակ ատոմակայանը, որ ինչ որ հզորությամբ պիտի անընդհատ օգտագործենք, որտեղ չես կարող անջատել, գիտեք, տարեկան մեկ անգամ հնարավոր է նվազեցնել նրա կարողությունները, որպեսզի սպասարկման խնդիրները լուծել, բայց ընդհանուր առմամբ որոշակի հզորությամբ պետք է օգտագործել գիշեր եւ ցերեկ։ Հիմա մենք ցերեկն ենք հիմնական էլեկտրաէներգիա սպառման գործընթացում, որի ընթացքում նաեւ արևից ենք շատ էներգիա ստանում, արդյունքում ատոմակայանը չնայած ցածր կարողություններով գիշերը պիտի շարունակի աշխատել եւ բավականին լուրջ ավելցուկ ունենք էլեկտրաէներգիայի։ Դե չեմ խոսում հեկերի եւ ուրեմն ջեկի մասին, ջերմաէլեկտրակայանի մասին, որ գազով ամենաթանկարժեք էլեկտրաէներգիան է արտադրում։ Հիմա արևային էներգետիկայի աճող տեմպը, ինչպես ենք տեղափոխելու նաև հաշվի առնելով, որ էլեկտրական մեքենաներն ավելանում մեր երկրում եւ գազից, բնական գազից կախվածությունը էապես կարող է նվազել։ Բենզինից ոչ այնքան, բայց մենք գիտենք, որ գազով քշվող մեքենաներն են շատ։ Այս կապն եմ ուզում մենք հասկանանք, հա, որտեղ այդ գազի սպառումը միայն բարձ սպառումը չի կամ արտադրական սպառումը չի, նաև տեղափոխման փոխադրամիջոցների համար օգտագործվող գազն է։ Ուստի եթե մենք էլեկտրաֆիկացիայի ենք գնում, այսինքն մեր ընդհանուր անցումը կամ ավելացնում ենք էլեկտրաէներգիայի սպառումը տարբեր ուղղություններով, հույս ունենալով, որ նաև ավելի էժան էլեկտրաէներգիա ենք ունենալու, ինչը նույնպես հնարավոր է, մենք այս անցումը
հասցրել ենք այս պահին նրան, որ համարյա 25%-ով էներգետիկ անկախություն ունենք, այս բոլոր կոմպոնենտները հաշվի առնելով։ Սա երկար գործընթաց է լինելու եւ հեշտ չի լինելու, բայց գազի գնի հետ կապված խոսակցությունը նաեւ ուղիղ կապ ունի գազի քանակների կարիքների հետ մեր, այսինքն ինչքան գազի կարիք ենք ունենալու, ինչի համար եւ որն է այն գինը, որով մենք կարող ենք մեր միջին սպառողին եւ ընդհանուր առմամբ տնտեսության վրա ազդեցությունը հնարավորինս պակասեցնենք։ Նաեւ արտադրական գազի խնդիրը կա, չէ՞, այսինքն եթե դու թանկ գազ ես օգտագործում ապրանքներ սննդից մինչև ինչ կպատկերացնեք արտադրելու համար, դա նաև գնաճի վրա է ազդում, այսինքն սրանք բոլորը փոխկապակցված են տնտեսության մեջ, բայց սա էլ նույնիսկ հաշվի առնելով ես ավելի մեծ եմ, ավելի կարևորում եմ այն, որ մենք գնանք նրան, որ այո, այդ այսպես ասած մեզ նետված բլիթ չլինի դա եւ անընդհատ լավություն չլինի, որի տակ շատ տարբեր բաներ կպահանջվեն, փորձենք գտնել կամ այլընտրանքային գազի հնարավոր աղբյուրներ կլինի դա Իրանից ավելի մեծ ծավալների գազ ներմուծումն է եւ ինչու ոչ, այո, տարածաշրջանում այլ խաղացողների հետ հնարավոր փոխադարձ կախվածությունների տրամաբանության ներքո խոսել նաեւ, այո, Ադրբեջանի հետ, ինչի՞ չէ, այսօր բենզին ենք ստանում իրենցից, եթե սա կարողանանք զուգորդել նաեւ, որ մենք էլ իրենց ինչ-որ բաներ կարողանանք վաճառել, ասենք օրինակ նույն էլեկտրաէներգիան, չնայած Ադրբեջանը իր գազով բավարար էլեկտրաէներգիա կարողանում է արտադրել, հələ մի բան էլ Թուրքիային է վաճառում, բայց քանի որ գազն իրենն է, իր վրա էժան է նստում։ Մեր դիվերսիֆիկացված համակարգով կարող ենք նաև խոսել ինչ որ փուլերում այսպես ասած գազ էլեկտրականության դիմաց տրամաբանության մասին, որ օրինակ ունենք Իրանի հետ։ Դրանից զատ նաև տեսնենք, թե ալտերնատիվ ինչ ուղղություններ կան, որտեղ մենք էլ կարող ենք այդպիսի փոխադարձ շահավետ գործարքներ ունենալ, օրինակ ջրի եւ այլն հարցերում։ Բայց վերջացնեմ այստեղ, ակնհայտ է, որ այն բոլոր լծակները, որոնք ցույց տրվեցին մեզ, դրանք ամեն րոպե կարող են իհարկե գործել, պարզապես ես գտնում եմ, որ Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ դա արդեն ուղիղ էլ ավելի կխորացնի Ռուսաստանի հեղինակության ճգնաժամը Հայաստանում, կխորացնի նաև այսօրվա ռուսական վարչակազմի նկատմամբ վերաբերմունքը, ինչը կարծում եմ քաղաքական տեսանկյունից իրենց համար ձեռնտու չէ։ Պարոն Խարատյան, հետաքրքիր է, որ ռուսաստանցի պաշտոնյաներին եկավ լրացնելու ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանը երեք հայտարարություն տարածեց, որի մեջ կրկին խոսում էր գազերի գնի մասին, տնտեսության մասին, տնտեսական սպառնալիքների մասին, ընդհանուր տնտեսական պատերազմի մասին Ռուսաստանի հետ, բայց հետաքրքիր այսպես դրվագ ընդգծում է արել, որ հիշեք Վրաստանի եւ Ուկրաինայի օրինակը, մեզ նոր պատերազմներ պետք չեն։ Հասկանանք նախ որքանով է տեղին զուգահեռներ տանել Վրաստանի եւ Ուկրաինայի հետ, գիտեք, վերջին շրջանում շատ են ասում, ուկրաինացում եք ուզում, եւ ինչի մասին են այս ակնարկները, ուղիղ պատերազմի վտանգ սպառնում է հիմա ռուսական կողմից, եւ եթե ոչ, ապա սա նախընտրական խոսույթ է, թե փորձում են այս կերպ էլի վախերով գեներացնել եւ դիվիդենդներ ստանալ կամ քվեներ ստանալ։ Այո, եթե իշխանությունն ասում է, եթե մենք չլինենք, ապա Ադրբեջանը պատերազմի կգնա մեր դեմ, այսինքն Ադրբեջանը մի փուլում բութ գործիք էր մեր դեմ ընկալվում, հա, Ռուսաստանը միջնորդավորված էր անում, թերևս Սամվել Կարապետյանն էլ այդ նույն վախի մյուս էլեմենտի վրա է փորձում աշխատել, ասելով, որ այս իշխանությունը բերում է նրան, որ Ռուսաստանը կարող է ագրեսիայի դիմել մեր դեմ։ Դե գիտեք, ես նախ չեմ տեսնում որևէ պատճառ, թե ինչի պիտի Ռուսաստանը ագրեսիայի դիմի Հայաստանի դեմ։ Եթե Ուկրաինայի պարագայում սահման էին դրել, ասում էին ՆԱՏՕ, մենք ՆԱՏՕ-ի մասին չենք խոսում։ Եվրամիության հետ մեր համագործակցության հետ կապված որևէ առարկություն կարծես չկար նաև Պուտինի կողմից, նա ընդհանրապես հիշեցնում էր, որ եթե գնորեք այդ ուղղությամբ, ապա մեզ հետ այս միության մեջ մնալը հնարավոր չի լինելու։ Այսինքն ինչ կա, ռուսական բնակչություն կա այստեղ, որոնց իրավունքները չեն պաշտպանվում, այն ինչպես օրինակ հիմնավորվել է, ասենք Դոնեցկի եւ Լուգանսկի պարագայում, հա, չկա այդպիսի խնդիր։ Ուրիշ ինչ պատճառաբանություն կարող է լինել։ Թերևս կարելի է ամեն պատճառաբանություն գտնել, եթե ինչ որ գերտերություն կամ ուժեղ խաղացող որոշում է պատերազմ սկսել, բայց դա այդպես հեշտ չի, հա, ինչի համար, այդ ինչ ունեն այստեղ, որ չենք կարողանում դիվանագիտական քաղաքական ճանապարհով լուծել, փորձ է արվելու եւ արվում է գործող իշխանությանը, քաղաքական մեծամասնությանը ներկայացնել որպես Ռուսաստանի համար վտանգ եւ դրա վրա կառուցվում է տրամաբանություն, իբրև եթե իրենք լինեն, ապա
անխուսափելիորեն դա դառնալու է պատերազմ, ես նրան չեմ հավատում, ես նաև չեմ հավատում նրան, որ որևէ իշխանություն, որ վաղը եկավ, կորդինալ տարբեր մոտեցում է ունենալու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործում։ Պարոն Խառատյան, երեկ նաև ազգային ժողովը ընդունեց ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ։ Փոփոխություններից մեկը ենթադրում է այն, որ դաշինքներ ձևավորելու պարագայում անուն ազգանուններ չի նշվելու, իրավունք չես ունենալու անվանումներ նշել։ Երեկ տեսանք ազգային ժողովում այսպես իրենց ուժի բառերով ասած ինքնաբուխ ակցիա, որը ըստ էության նրա մասին էր, որ սա հակաժողովրդավարական է, սա ուղղված է հենց Սամվել Կարապետյանի ուժի դեմ, որովհետև նրա դաշինքում արդեն անուն ազգանունը նշված էր Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ եւ այսպես շարունակ։ Հասկանանք նախ այս օրենքը որևէ կերպով հակաժողովրդավարական է, ինչպես պնդում են այդ հայտնի ուժերը ընդդիմադիր շրջանակները, եւ ինչ խնդիր է այստեղ տեսնում Ուժեղ Հայաստանը։ Ֆունդամենտալ մեծ բան չի փոխվել, ես չեմ կարծում, որ դա էական ազդեցություն է ունենալու, բայց կան հատվածներ, որ կարող է ունենալ, որովհետև գիտենք տարեցներ կան, գիտենք մարդիկ կան, որոնք շատ ակտիվ քաղաքականությանը չեն հետևում, գիտենք, որ այնուամենայնիվ Հայաստանում քաղաքականությունը շատ անձակենտրոն է, մարդկանց մասին է, անունների մասին է, հա, այդպես է։ Իսկ դա խնդիր չէ, պարոն Խառատյան, որ քաղաքականությունը անձակենտրոն է եւ անձով է պայմանավորվում։ Մեծ խնդիր է իհարկե, բայց սա ավելի խորը խնդրի հետ գործ ունի, դա այն է, որ Հայաստանում քաղաքական կուսակցությունները եւ գաղափարական առումով եւ կայացվածության առումով եւ իրենց կառուցվածքի տեսանկյունից բավականին պրիմիտիվ վիճակում են, հա, պրիմիտիվ ասելով շատ պարզ խնդիրներ ունեն, հա, այսպես երկար ավանդույթ ունեցող քաղաքական ուժեր, որոնք հետեւողականորեն եղել են եւ ընդդիմությունում եւ իշխանությունում եւ կամ իշխանություն են կիսել եւ կամ կոալիցիաներում եղել, շատ չեն։ Դրան զուգահեռ նաև են մարդիկ, որոնք որ կուսակցությունների ներկայացում կարող շատ հայտնի չլինել։ Եվ սա խնդրեմ է, եւ դա էլի եմ ասում, ավելի մեծ խնդրեմ է, որովհետեւ այո, այդ անձակենտրոնությունն այնուամենայնիվ մեր փոքր հանրույթում շատ ավելի կարեւոր է, քան քաղաքական գաղափարները կամ խմբերն ու կուսակցությունները, որոնք խոսում են իրենց ծրագրերի մասին։ Ես ձեզ հավաստիացնում եմ, որ այդ ծրագրերի մի հսկայական մաս, որը մեկը չի հասնելու կարդա, հասկանա եւ դրա հիմքով ընտրություն կատարի, առավելապես տեղի է ունենալու անհատներով պայմանավորված ընտրություն։ Քաղաքակոռուպցիոնը արդեն քանի դեպքեր է բացահայտել, արդեն արտաքին հետախուզական ծառայությունը խոսել է դրսում, այլ երկրում հայերի վրա ճնշումներ բանեցնելու մասին, խոսվում է այն մասին, որ թե Վրաստանից, թե Ռուսաստանից պատրաստվում են այսպես ընտրողներ բերել, որպեսզի ընտրեն նույն ուժի օգտին։ Արդյոք սա ռիսկեր չեն սրանք, արդյոք այսպես ասած հաշվարկել է իշխող ուժը նաև այս ռիսկերը եւ կարելի է այսպես ասած դիմագրավել դրանց եւ նաև կաշառքի դեպքերը բացահայտված։ Պարոն Խառատյան, հասկանանք, որ ըստ էության Հայաստանի Հանրապետության քաղաքացու հանդեպ վերաբերմունք չի փոխվել, գինը իհարկե փոխվել է, հիմա 100,000 դրամի մասին է խոսում, բայց ընտրակաշառքի բացահայտված դեպքեր կան, արդեն քրեական գործեր կան։ Նախ շատ կարևոր է, որպեսզի որևէ պարագայում ում կողմից էլ դա լինի, ընտրակաշառքի դեպքերը, այո, արմատախիլ արվեն տեղում եւ ակնհայտ դառնա բոլորի համար, որ սա քրեական պատասխանատվություն է ենթադրում։ Սա վերաբերում է արտերկրի մեր քաղաքացիներին, որոնք պատրաստվում են փողով գալ քվեարկել այստեղ, թող իմանան, որ դա ենթադրելու է քրեական պատասխանատվություն։ Իրավիճակը տարբեր է, թե գինն է բարձրացել, թե վերաբերմունքն է փոխվել, սա այնքան էական չի, որքան այն փաստը, որ այսօր եթե նախկինում դա անում էր գործող քաղաքական իշխանությունը, հիմա դա անում է ընդդիմությունը։ Սա է տարբերությունը։ Այսինքն փողով ձայն առնելը։ Մի շրջան կար, երբ 2017-ին էր կամ 13-ի ընտրությունները, առավելապես 17-ի խորհրդարանական ընտրություններից հետո միջազգային դիտորդական առաքելություններն ու դիվանագետները մեզ հետ փակ խոսակցություններում մենք դիտորդություն էինք անում եւ հետեւում էինք ընտրություններին, ասում էին դե գիտեք որ ասում է դեմոկրասի à la Arménie, հա, ժողովրդավարությունը հայկական ձևով։ Եթե մարդիկ պատրաստ են փող վերցնել, գնալ քվեարկել, ուրեմն դա էլ ձեր ժողովրդավարությունն է։ Ինձ համար որպես հայաստանցու սա շատ վիրավորական էր, բայց սա փաստ էր, որ այսպես կար, հա, կայացել էր որպես իրողություն։ Հիմա դա էլ մի կողմ դնենք։ Այո, խնդրեմ է լինելու, եթե մենք չկարողանանք վերահսկել ընտրակաշառքով տեղի ունեցող ընտրությունները։ Ի վերջո, այսօր կա քաղաքական մեծամասնություն, որը պնդում է, որ ինքը այդպիսի բան չի անում եւ ինքը տեսնում է այդ խնդրեմը այսպես կոչված պրոռուսական ուժերի մեջ։ Ուրեմն
մուրճները իրենց ձեռքին, մեղները իրենց ձեռքին, թող պատկան մարմինները աշխատեն եւ շատ մանրակրկիտ հետաքննեն։ Մենք դեռ տեսել ենք մի քանի դիպված դրագաշարքների համակարգային բնույթի մասին դեռևս խոսակցություն չկա, չնայած ես արդեն որոշ լուրեր ունեմ, որ այդպիսի բաներ էլ կան, բայց ես չեմ ուզի խոսել բաների մասին, որոնք, այսպես ասած, օդում կախված լուրերի մակարդակում են, հա։ Եվ մյուս կարևոր հանգամանքը դա այն է, մենք էլ որպես քաղաքասարակություն, այո, հետևելու ենք, դիտորդություն ենք անելու, հատկապես Հայաստան-Վրաստան սահմանի վրա, եւ տեսնելու ենք, օրինակ, մի շաբաթ առաջվանից սկսած ինչպիսի շարժեր կան։ Վրաստանում մեր ունեցած տվյալներով կա Հայաստանի 30,000 քաղաքացի, այդ մարդիկ են հիմնականում Ջավախքում եւ Թիֆլիսում Թբիլիսիում ոչ այնքան մեծ, մի քանի 1 տասնյակից ավել գյուղեր Քվեմոքարտլի նահանգում, ուրեմն կնայենք, կհետևենք, մեկ շաբաթ առաջվանից սկսած փորձելու ենք հասկանալ սահմանային շարժերը, բայց մեր հատուկ ծառայությունները, սահմանապահ զորքերը եւ այդ ամբողջ տեղեկատվությունը հասու է լինելու նաև գործող քաղաքական մեծամասնությանը, ուստի նրանք հնարավորություն են ունենալու նաև այս ամենը վերահսկել պետական կառավարման համակարգի դիրքերից։ Պարոն Խառատյան, խոսենք նաև եկեղեցու դերակատարման մասին։ Գիտեք, որ եկեղեցին կամ որոշ եկեղեցականներ քիչ չենք տեսել լսել նախընտրական տրամաբանության մեջ հայտարարություններ նույն ընտրությունների ժամանակ, թե Գյումրիում, թե Էջմիածնում մենք տեսանք, որ որոշ հոգևորականներ ուղիղ տեքստով ուղղորդում էին, որ չընտրեն քաղաքացիական պայմանագրին, ընտրեն ցանկացած ընդդիմադիր ուժի։ Հիմա էլ հոգևորականներից մեկը օրերս հայտարարություն է տարածել, որ բոլոր նրանք, ովքեր հունիսի 7-ին ընտրեն քաղաքացիական պայմանագրին, ազգի անեծքը թափվելու է նրանց գլխին։ Նախ հասկանանք, արդյոք որոշ հոգևորականներ, ընդ որում նաև բարձրաստիճան հոգևորականներ նախընտրական այս process-ում ներգրավված են լինելու, թե հաշվի առնելով նաև այն օրակարգը, որը կա եւ սահմանվել է իշխող ուժի կողմից եւ 10 եպիսկոպոսների կողմից, դա որոշակիորեն կկաշկանդի այդ նույն հոգևորականներին, ինչու՞ չէ նաև Գարեգին Բեին կաթողիկոսին։ Խիստ կասկածում եմ, թե որևէ բան կաշկանդելու է այն հոգևորականներին, որոնք ունեն ընդդիմադիր տրամադրություններ, դա իրենց սահմանադրական իրավունքն է, իրենք կարող են քարոզել ինչ որ ուզում են, բայց ազգի անեծքի խոսակցությունը շատ ավելի պարզունակացնում է եւ կարծեմ իրենց գինն է իջեցնում, էժանացնում։ Եթե իրենք ունեն հոտ, որի հետ խոսում են եւ որը իրենց լսում է, թող խոսեն տրամաբանության լեզվով, այլ ոչ թե անեծքի։ Գուցե հիմա մի հատ էլ Աստծո անեծքների մասին խոսեն, դեռ որ հələ ազգի անեծքն են ասում, հա, բայց դա իրենց իրավունքն է, իրենք կարող են դիրքավորվել այնպես, ինչպես ճիշտ են համարում եւ կարող են նաեւ խոսել, արտահայտվել, ասել այն ինչ մտածում են, քանի դեռ դա չի հակասում Հայաստանի Հանրապետության օրենքին եւ օրենսդրությանը։ Հարցն այն է, որ եկեղեցու հետ լարվածությունը եւ սուր սրվածությունը հասել է մի մակարդակի, որտեղ ակնհայտ է, որ մի հսկայական քանակով հոգևորականների խումբ ակնհայտորեն դեմ է այս իշխանությանը եւ դա իրենց իրավունքն է։ Մենք տեսել ենք այլ երկրներում եւս, որ կրոնական կառույցները տարբեր վերաբերմունք են ունեցել այս կամ այն քաղաքական կորչի նկատմամբ։ Ընդ որ Վրաստանը դրա լավ օրինակներից է, բայց մենք կարանք միայն քրիստոնեությունից չխոսենք, հա, իսլամում էլ շեյխեր կան, որ քարոզում են այս կամ այն ուժի օգտին, օրինակ։ Դե մի քիչ տարբեր է գուցե, բայց տրամաբանությունը նույնն է, չէ՞, հոտ է, մարդկանց խումբ է, որոնք համարում են հեղինակություն այս կամ այն գործի, դա կրոնական, քաղաքական թե հանրային կերպար, իրենք իրենց վերաբերմունքն են հայտնում եւ այդ վերաբերմունքը որոշակի ազդեցություն է ունենում մարդկանց ընտրական վարքագծի վրա։ Քանի դեռ դա օրենքի շրջանակներում է, ապա եկեղեցին ազատ է անել եկեղեցականները եւ մայրաթոռը ազատ են անել այլ ինչ ցանկանում են, կրկնեմ, բացառապես օրենքի շրջանակներում եւ առանց բռնության։ Իսկ տարօրինակ չէր այն դրսևորումները, որ տեսանք Մոսկվայում վարչապետի այցի ժամանակ, նկատի ունեմ ցույցերը, այսինքն վարչապետի յուրաքանչյուր այցելության ժամանակ մենք տեսնում ենք ցույցեր, որովհետև սովորաբար նման բան Ռուսաստանում կարծես թե դժվար է տեսնել, պատկերացնել, տպավորություն է, որ հայերը այնտեղ որոշակի արտոնյալ այսպես կարգավիճակով են օժտված եւ մեծ մասը ցույցի մասնակիցների հոգեվորականներ էին, որոնք նաեւ այրում էին վարչապետի նկարը։ Սա սովորական երևույթ է։ Սա աննախադեպ երևույթ է մեծ համար, չնայած նկարայրելը եւ այլն եւ Ռուսաստանում սա անելը, բայց եղել է Հայաստանի տարբեր ղեկավարների նկատմամբ կամ տարբեր փուլերում, ասենք օրինակ Սփյուռքի տարբեր խմբերի էական հակազդեցությունը, ասենք երբ հայ-թուրքական պրոտոկոլներն էին քննարկվում, Սերժ Սարգսյանը
Համանման ատելության եւ բողոքի հանրահավաքներ էին կազմակերպում նրա այցերի ընթացքում, լինի դա Ֆրանսիայում, Միացյալ Նահանգներում եւ այլուր։ Այն ինչ վերաբերում է Ռուսաստանին, այդ մասին նախորդին Դանիել Լեոնիսյանը մի լավ անեկդոտ էր հիշեցրել այն մասին, թե ինչպես կարելի է հանրահավաք անել, բողոքի ցույց անել, այդ Ռուսաստանի հայությունը դժվար եմ պատկերացնում, որ այսպես կոչված հատուկ ռազմական գործողության դեմ որևէ բողոքի ցույց անեին կամ Ռուսաստանում հենց թեկուզ իրենց իրավունքների հետ կապված խմբավորված ցույց անեին։ Այո, իհարկե կարող են Փաշինյանի դեմ ցույց անել, եւ դա արտոնված է եւ դա թերևս խրախուսվում է նաեւ Ռուսաստանի հողմից։ Դա էլ ցույց տվեցին, որ նաեւ դա էլ էր, ուժի ցուցադրություն, որտես այսպիսի քեզ ատող խմբեր ունենք մեր երկրում եւ դրա մասին էլ խոսվեց, չէ՞, Պուտին-Փաշինյան խոսակցության ժամանակ, որ 2 միլիոն ավել հայ ունենք իհարկե այդ հայերը նաեւ ձեր հիմնադիր հայրերն են, Ռուսաստան պետության կառուցողներն են, Ռոստովից, Կրասնոդարից մինչեւ Սանկտ Պետերբուրգ, Օրբելիներ եւ այլն, հիմա ինչ սկսենք հայկական ժառանգության մասին խոսել Ռուսաստանի, այդ ռուսական պետությունը, եթե փորձի հասկանալ թե հայկահայերի ներկայությունը, ազդեցությունը եւ այդ պետության կայացման տարբեր փուլերի վրա որքան է եղել, կարծում եմ մի քանի հատոր կլինի։ Բայց Հայաստանի քաղաքացի որքան է այնտեղ ապրում, եւ արդյոք այն մնացած բոլորը Հայաստանի գործընթացներին դերուտ իրական կարող են լինել։ Իրենք սահման ունեն Թուրքիայի հետ Ռուսաստանում, կարծես չունեն, չէ՞։ Սփյուռքը սահման ունի Ադրբեջանի հետ, կարծես չունի, չէ՞, բայց իրենց տեղում նստած մեզ ուզում են սովորեցնել, թե ինչպես պիտի ապրենք։ Սա շատ ենք խոսել, ես մարդ եմ, որ Սփյուռքում է ապրել, եւ ես կարծում եմ, որ բոլոր իրավունքներն ունեն խոսելու, քննարկելու եւ առաջարկելու իրենց պատկերացումները, բայց մեծ հույս ունեմ, որ իրենք պարզապես գործիք չեն այլ պետության ձեռքում, այս կոնկրետ պարագայում ես ինքս էլ խրախուսել եւ խրախուսում եմ մարդկանց ազատ կամքի դրսեւորումն արտահայտումը, որտեղ էլ իրենք կլինեն եւ որ ինչպես նպատակահարմար կգտնեն, բայց հաշվի առնելով Ռուսաստանի այսօրվա դրությունը եւ այսպիսի հանրահավաքների հնարավորությունը ակնհայտ է, որ սա շատ լավ էլ արտոնված էր եւ շատ լավ էլ ուղղորդվում եւ կամ խրախուսվում է ռուսական պետության կողմից։ Եվ վերջում պարոն Խարատյան, հանրապետականը հայտարարում է, որ իրենք ուղղակիորեն չեն մասնակցելու ընտրություններին, Սերժ Սարգսյանը օրերս հայտարարեց, որ իրենց մանդատ պետք չէ, իրենց պետք է իշխանափոխություն, ու թեև հանրապետականը մի կողմից հայտարարում է, որ ընտրություններին չեն մասնակցելու, բայց այնուամենայնիվ որոշ հանրապետականներ ասում են, որ ընտրություններից առաջ իրենք փողոցային պայքարի են դուրս գալու։ Հասկանանք որտեղ է տրամաբանությունը։ Իդեպ փողոցային պայքար է սկսելու շուտով նաև օրինակ ուժեղ Հայաստանը հանրահավաք է անցկացնելու, այսինքն նախընտրական շրջան է, մարդիկ ավելի շատ պիտի ծրագրերի, գաղափարների մասին խոսեն, բայց փողոցներն են փորձում տակ պահել, ինչու միտումը որն է։ Լավ են անում, եթե կարողանում են, եթե այդքան մարդ ունեն, որ կարող են փողոց դուրս բերել, այդ իրենց սահմանադրական իրավունքն է, թող անեն։ Փողոցային կամ հանրահավաքները նույնպես նախընտրական պայքարի ձև է, եւ այդտեղ որևէ խնդիր չեմ տեսնում։ Սերժ Սարգսյան հանրապետականի մասին խելոք որոշում են կայացրել իրենց համար։ Առաջին հերթին, որտեղ շատ լավ հասկանում են, որ այս պահին Հայաստանում ընդդիմությունը պիտի լինի պրոռուսական, որտեղ պրոարևմտյան ընդդիմություն լինելը շատ դժվար է, իշխանությունն այդ դաշտը վերցրել է։ Այսինքն հավակնորդները, որոնք ընդդիմության դիրքերում են, նաև ակնկալում են, որ այսպես կենտրոնը, այս Մոսկվան իրենց վրա պիտի ինչ որ խաղադրույք անի կամ ներդրում անի, հանրապետականը շատ լավ հասկանում է, որ ինքը այդ մրցակցության մեջ պարտված է։ Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Սարոկյանի եւ Սամվել Կարապետյանի հետ մեկտեղ իրենք հաստատ այդպիսի հավակնություն չունեն, հատկապես հաշվի առնելով, որ այնպես չի, թե Սերժ Սարգսյան-Պուտին հարաբերությունները երբևէ լավ են եղել։ Ուրեմն հանրապետականի վրա ստավկա չկա, ինչպես ասում են, իրենք էլ լավ հասկանում են, որ պետք չի փոշիացնել իրենց հնարավորությունները։ Իսկ ստավկան այն 3 ուժերի մասին է, որոնց նշեցիք։ Նրանք հավակնում են ամենաշատն իրենք ունենան, ենթադրում եմ, իրենք իրենց ընտրազանգված ունենալով կհասնեն մինչև ինչ որ կետի, մինչև կստանան այս կամ այն աջակցությունը կամ չեն ստանա, սա էլ ժամանակի հարց է, բայց ես տրամաբանությունն եմ ասում։ Իսկ այն ինչ որ իրենք ասում են, նաև երես փրկելու միջոց է, որպես քաղաքական միավոր, որ այդքան տարի Հայաստանում իշխանություն է ունեցել եւ հիմա նույնիսկ 4%-ի շեմը կարող է չկարողանալ հաղթահարել, նշելով, որ այո, մենք օգտագործելու ենք միջազգային բոլոր միջոցառումները, նկատի ունենալով եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումն էստեղ, դրան հաջորդող Հայաստան-ԵՄ երկխոսության օրերը մայիսի 4-5-ը, որպեսզի բողոքի հանրահավաքների միջոցով
միջազգայինների, հատկապես եվրոպացիների ուշադրությունը կենտրոնացնեն այն խնդիրների վրա, որոնք այս իշխանություններն ունեն, դա էլ իրենց գործողություններն են, որպեսզի նաև որպես քաղաքական միավոր ամբողջությամբ լուսանցքային չդառնան։ Եվ գրեթե բոլոր հյուրերին են հարցնում, պարոն Խարատյան, ինչի մասին է լինելու 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները, ինչու է այսքան մեծ սևեռվածությունը հատկապես այս տարվա ընտրությունների վրա, եւ քանի որ շատ է խոսվում պատերազմ կամ խաղաղություն, երկիր ունենալ չունենալու մասին, ինքնիշխանություն ունենալ չունենալու մասին, ձեր տեսակետը որն է դրված այս նժարին, այսպես ասեմ։ Փոփոխվող ընթացք ենք տեսնում նախընտրական, ինչը շատ կարևոր է, որտեվ ի սկզբանե խոսում էինք այն մասին, արդյոք սա աշխարհաքաղաքական ընտրության մասին է լինելու, խաղաղության պատերազմի մասին է լինելու, թե ի վերջո սոցիալական եւ տնտեսական հարցերի մասին է լինելու։ Մի կողմից հարցումները ցույց են տալիս, որ միջին ընտրողի համար առավել կարևոր է տնտեսական բարեկեցությունն եւ սոցիալական խնդիրները, բայց ուզենք թե չուզենք, ոչ միայն մեր ցանկությամբ խնդիրը կարող է աշխարհաքաղաքական դառնալ եւ աշխարհաքաղաքական վերջնական դարձավ Պուտին-Փաշինյան այս խոսակցության արդյունքում կամ հետևանքով, դրան զուգահեռ իհարկե խաղաղության թե պատերազմի օրակարգի հիմնական առաջամարտիկը եղել է գործող քաղաքական մեծամասնությունը եւ կարծես թե հաշվի առնելով նաեւ ձեր նշած նախորդին Սամվել Կարապետյանի թիմի հայտարարությունն առայն որ հիմա էլ Ռուսաստանը կարող է պատերազմով գալ մեր մոտ, սա նույնպես օրակարգում է լինելու։ Ուրեմն ձեր բոլոր նշածներն են լինելու են օրակարգում։ Շնորհակալ եմ, պարոն Խարատյան։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս Արսեն Խարատյանն էր, կհանդիպենք։